Ողջույն բոլորիդ, սիրելի հեռուստադիտողներ, ում ընտրել Հայաստանի համար վճռորոշ այս խորհրդանական ընտրություններում։ Դրված է երկրի լինելու չլինելու հարցը։ Ձախ կողմում ներկայացված է որպես մի տապան։ Նոյի տապանը Աստված ստեղծեց, Աստծո հրամանով գազանները եկան, տապանի մեջ մտան, բայց այս տապանը, որ սարքված է, մարդու սարքված տապան է, որի մեջ մարդկային կերպարանքով ամեն գել ու գազան կա։ Երկրորդ նախագահը Քոչարյանը երկու անգամ կեղծիքներով ընտրված, օլիգարխ ուղարկված Մոսկվայից FSB-ի գործակալ, Հայաստանում աճեցված օլիգարխ, նախկինում բռնաբարության համար դատապարտված, նաև կուսակցություններ, որ նախկինում իշխանական լափամանից օգտվել են, մանր մուներ թափթփուկ կուսակցություններ և դրանց աջակիցներ, որոնք Հայաստանի բնակչության մտքում արդեն մեռած են, մարդ կուսակցություններ և բոլորն էլ պիտի գործեն երկրորդ նախագահի ընտրության համար։ Աջ կողմում ներկա իշխանությունն է, թիմը բաղկացած բացառապես նույն գաղափարակից երիտասարդ հայրենասեր մարդկանցից։ Աջ կողմում ընտրվելու հայտ են ներկայացրել նաև որոշ արևմտամետ ուժեր, նրանք էլ իրենց հայտը բերել են, տեսնենք արդյոք այս անգամ կհասնեն անցողիկ շեմին։ Շնորհապետական կուսակցություն 22 հոգի աջ կողմում են ներկայանում, սակայն սա մոսկովյան պրոյեկտ է, նախկիններին դեմը լալով կողմ են։ 1991 թվականին Հայաստանը հռչակվեց դե յուրե ինքնիշխան պետություն, բայց մինչև 2018 թվականը դե ֆակտո, այսինքն փաստացի Ռուսաստանի ստրուկներ։ Առաջին 3 նախագահներն էլ Մոսկվայի ձեռքին խաղալիքներ են եղել, Հայաստանը համարվել է ծայրագավառ, ֆորպոստ, այսինքն նահանգ, գուբերնիա և անգամ բարձր պաշտոնների նշանակումները Մոսկվայից էր թելադրվում, նրանք պիտի դաբրոն տային։ 2018 թվականի հեղափոխությունից հետո, Կիլիկյան թագավորությունից հետո առաջի անգամ դե յուրե և դե ֆակտո Հայաստանը ինքնիշխան պետություն է։ 1828 թվականին ռուս-թուրքական պատերազմում Ռուսաստանը հաղթեց և Հայաստանը մտավ Ռուսաստանի կազմի մեջ որպես մի նահանգ և Ռուսաստանից նահանգապետներ էին նշանակում, այն ժամանակ հայտնի գրող Խաչատուր Աբովյանը գրեց. «Օրտնվի են սհաթը, այսինքն այն ժամը, երբ որ ռսի ոտը մտավ Հայաստան աշխարհ։ 200 տարի հետո հայ ազգը ճնշող մեծամասնությամբ ասում է. անիծվեր են սհաթը, որ ռսի ճզմող սապոգը մտավ Հայաստան»։ Տապանի մեջ եղողները ուզում են նորից գալ իշխանության։ Ինչու՞։ Երկու կարևոր նպատակով։ Նախ որ նախկինում իրենց թալանածները պահպանեն, չէ որ բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված և նաև հատուկ ծրագիր ունեն Հայաստանը մաս դարձնելու միութենական կազմին։ Թաթարստանի նման 3.5 տարի Եվրոպայի հետ բանակցություններից հետո հանկարծ Մոսկվայից զանգ է գալիս և Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մի խամաճիկ ստրուկ գնում է Մոսկվա և հաջորդ օրը իսկ ստորագրում Եվրասիական տնտեսական միության մեջ մտնելու։ Միթե սա դավաճանություն չէ։ Ներկա իշխանությունները ճիշտ ուղղությամբ ընթանում են, ինտեգրելով երկիրը քաղաքակիրթ աշխարհի հետ։ Դրա ապացույցը վերջերս Եվրոմիության մեծ գագաթնաժողովներ Երևանում, նման բան լսված չէ, անգամ եվրոպական շատ պետություններ կերազեին այսպիսի գագաթնաժողով իրենց մոտ լինել։ Եվ այս ամենը
արտաքին սպառնալիքների ներքո Ռուսաստանից եւ նաեւ ներքին դավաճանական 5-րդ շարասյան պարակտիչ գործնեության պայմաններում։ Անկախությունից ի վեր գոնե 2 տասնամյակ եղել է բռնատիրություն, ազատ խոսքի բացակայություն, ովքեր հանդգնել են խոսել, ծեծ, հալածանք, բռնություն եւ շատեր այդ պատճառով երկիրը լքել են։ Ամենաթողություն, բեսպրիդել, գողապետություն, համատարած վախի մթնոլորտ, համակարգված վերևից միջև ներքև կոռուպցիա աջ կողմում 2018 թվից ի վեր երկրում հաստատվեց աստվածատուր պարգև խոսքի ազատություն, թերևս պետք եղածից ավելին տրվեց, բոլորն էլ դա հասկանում են եւ ոմանք այդ խոսքի ազատությունը վերածեցին ատելության խոսքի, հապա ամբարտավան լրագրողները իրենց սադրիչ, տխմար հարցումներով շատ քիչ լրագրողներ կան, ովքեր որ իրենց կոչումին հավատարիմ են, մեծամասնությունը փողի ծառաներ են։ Տապանի մեջ եղողը գույք պարտքի դիմաց Հայաստանի մի շարք կարևոր ռազմավարական հաստատություններ հանձնեց Ռուսաստանին։ Այդ կերպով երկիրը ավելի խորը կախվածության մեջ դնելով Ռուսաստանից։ Ներկայ իշխանությունները հսկայական ջանքեր են գործադրում իրավիճակը շտկելու համար։ Հեցի պետականացումը կարծես թե առաջին ծիծեռնակը եղավ։ Ձախ կողմում հոկտեմբեր 27, մարտի 1 ծայրագույն հարվածներ Հայաստանի եւ հայ ժողովրդին եւ սրա վրա ավելացնենք մոտ 40 քաղաքական աղմկահարույց սպանություններ, որոնցից մեծ մասը չբացահայտվեցին, բացահայտվածներն էլ որակվեցին որպես ուչաստկովի գործեր, այսինքն գլխավոր պատվիրատուները այդպես էլ չհայտնաբերվեցին։ Այս իշխանության օրոք իրենց քաղաքական հայացքների համար որևէ մեկին չեն ծեծում, չեն հետապնդում։ Այլախոհ ես, քու կարծիքի տերը կարող ես լինել, անգամ չեն նեղացնում այդպիսիներին, սա է իսկական ժողովրդավարությունը։ 1996 թվականից սկսած մինչև 2018 թվականը Հայաստանում բոլոր ընտրությունները լինեն համապետական թե տեղական կառավարման բոլորներ կեղծվել են։ Այդ ժամանակվա իշխանությունները գործի են դրել համակարգված ընտրախախտումներ, լցոնումներ, 5000 եւ 10000 դրամներով քվեներ առնել, թաղային հեղինակությունները, ավտորիտետները, փողոցային խուժանը, ուժային բոլոր կառույցները աջակցել են այդ ընտրությունների կեղծմանը։ Երբ հարցրեցին երրորդ նախագահին, չընտրված, ինչ է ձեր շանսը, ասաց շանսը որն է, 190, 80, 70 թե 60, ինչքան ուզեք, այդքան խփենք։ Մարդը իր բերանով բացահայտ ասա, որ իրենք թվեր են գրում, նկարում են, քանի տոկոս որ պետք է, այդքան էլ կգրեն։ Ոմանց հիշողություն այս կապակցությամբ կարճ է, թարմացրեք ձեր հիշողությունը։ Ներկա ընտրություններին էլ ընտրակաշառքները բաժանվում են աջ ու ձախ եւ քանի դեպքեր եղավ, երբ որ դա բացահայտվեց։ Իրենց արյան մեջ է կեղծիկով ընտրություն անել։ 2018 թվից ի վեր Հայաստանում տեղի են ունենում արդար ընտրություններ, միջազգային չափանիշների համապատասխան, ընտրողի քվեն հաշվվում է եւ սա որպես իրավական երկիր մեծ ձեռքբերում է։ Նախորդ իշխանությունների ժամանակ որպես կանոն բյուջեն լափել են, իրենց համար դղյակներ սարքելով Հայաստանում, արտերկրում, փողերի լվացումներ, օֆշորներ, մանավանդ Կիպրոսը հարմար տեղ է, դրա համար ոմանք նաև Կիպրոսի քաղաքացիություն ունեն, պետական բյուջեից Բադեն-Բադենում թղթախաղով տանուլ տալ, այս ամենը հայտնի են։ Ներկա կառավարությունը բյուջեն գործածում է երկիրը շենացնելու համար, հարյուրավոր վերականգնված,
վերանորոգված դպրոցներ եւ մակապարտեզներ, այդ թվում նաեւ սահմանամերձ գյուղերում, դպրոցներ հագեցված տեխնիկական կահավորումով, լաբորատորիաներով, մարզահրապարակներ, գեղեցիկ սարքված այգիներ, շենքերի փոխված վերելակներ, փոխված տանիքներ, հնամենի խոնարհված եկեղեցիների վերականգնում, Գիրանցի եկեղեցին վերջերս վերականգնվեց սահմանին գտնվող հազարավոր կիլոմետր նոր ասֆալտապատ ճանապարհներ, գյուղերում 3 սերունդ ցեխոտ ճամփաներով գնացել են դպրոց, բայց ներկայիս շատ ու շատ գյուղերում ճամփաները ասֆալտապատ են։ Տապանի մեջ եղողները տասնամյակներ բանակին զինելու փոխարեն յուրացրել են այդ փողերը, հակառակորդը զինվել է, զինվորին նորմալ չկերակրեցին, հակառակորդի հետ պաշտպանական կետերում պահածոյի տուփեր են կախված եւ բարձենում են, թշնամին եթե գա, այդ աղմուկից մենք կիմանանք, լավ չհնչեց, պահածոյի տուփեր չէ, կանսերվայի բանկեկ, դա էր պաշտպանական գիծը, երբ որ այն կողմում թշնամին է, ներկայիս իշխանությունները արդիական զինատեսակներ են ձեռք բերել, զինվորին կերակրում են հավուր պատշաճի, սահմանագծում էլ ամենուր պաշտպանական շինություններ են սարքված։ Նախկինների ժամանակ թոշակառուն մի խղճուկ գումար էր ստանում, այն էր ամիսներով չէին տալիս, ոմանք էլ մահացան այդ գումարը չտեսան, միթե չեք տեսել այն վիդեոները, Ձեր մարդիկ հավաքվել են կառավարության շենքի առջև, իրենց թոշակն են պահանջում, քանի ամիս չեն ստացել, ոմանք մահացան ու գնացին այդպես էլ այդ թոշակը չտեսնելով։ Ներկայիս միայն ավելացած թոշակի չափը այն ժամանակվա թոշակից ավելի է, ներկայիս 5 անգամ ավելի են ստանում, սա նշանակում է տարեցին, խեղճին, անզորին արժեք տալ։ Թալանչիների ժամանակ տարեցները հիվանդություններից մահանում են, որտեղ վճարովի էր բուժ օգնությունը, ներկայիս տարեցների վիրահատությունը, բուժումը միլիոնավոր դրամներ կառավարությունն է հոգում, հսկայական բարեփոխումներ առողջապահության ոլորտում։ Սատանայի տապանի մեջ մարդիկ կան, որ մտադրված են սեքսի նախարարություն ստեղծել Հայաստանի չբավարարված կանանց համար։ Սրանից մեծ անարգանք կա հայ կնոջը, չկա։ Եվ եթե մի կին կալուգացուն կամ տապանի մեջ եղողի համար քվեարկի, նշանակում է արժանապատվությունից զուրկ է։ Մեկ այլ հիմարություն, վստահ են, որ գյուղատնտեսության նախարարությունը պիտի գտնվի հենց Արարատյան դաշտում, խաղողի թարմաների տակ, հիմարություն հիմարությանց։ Այդ մանկամիտները կարծում են Հայաստանի բնակիչների հիմար են, միայն խոստացի և վերջ, 300,000 նոր աշխատատեղ, բուլկո արտադրություն պիտի անեն, բանցած 30 տարին որտեղ էիք։ Ներկա իշխանությունները արտասահմանյան ներդրումների գրավիչ դաշտ են սարքել և արդեն հսկայական ներդրումների խոստումներ կան, 50 մտնողներ էլ չկան։ Նախորդ իշխանությունների օրոք Ռուսաստանը հեշտությամբ Ղարաբաղյան հարցը որպես խաղաքարտ էր գործածում, մշտապես պատերազմի սպառնալիք ստեղծելով։ Հետո էլ իրական պատերազմը հրահրեց և վերջավորությամբ տեսանք, թե ինչ տեղի ունեցավ, ռուս խաղապահ կոչվածների ձեռքով դատարկվեց ամբողջ Արցախը, այդ բանի մեջ գործակցեց նաև Ղարաբաղյան կլանը, որ ի վերջո Ռուսաստանը նրանց հանձնեց Բաքվին այնտեղ դատվելու համար։ Անցյալ 200 տարվա մեջ Ռուսաստանը Հայաստանին և հայությանը մեծագույն չարիքներ է արել։ Այս 8 տարիների մեծագույն ձեռքբերումը Հայաստանի համար խաղաղությունն է։ Եվ դա իրականացավ կառավարության հսկայական ջանքերի և անշուշտ արևմուտքի և մասնավորաբար Միացյալ Նահանգների գործուն միջամտությամբ։ Սահմանները սահմանագծվում և սահմանազատվում են խաղաղ պայմաններում, կրակոցներ չկան, սահմանին զինվոր չի զոհվում, սահմանապահ զինվորների ծնողները
հանգիստ քնում են, վստահ լինելով, որ իրենց զավակներին վտանգ չի սպառնում։ Խաղաղություն ձգտեցին եւ տրվեց։ Աստված տվեց այդ խաղաղությունը։ Հիսուս Մատթեոս 5:9-ում ասում է. «Երանի խաղաղություն անողներին, վասնզի նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն»։ Հայաստանում ռուսամերներ շատ կան։ Սա հին մտածողությունն է, միջև հիմա կա։ Պարզ է։ Իսկ ահա Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ավստրալիայում կան մարդիկ, ովքեր վայելում են այդ երկրների ընձեռնած ազատությունները, ամեն տեսակ ազատությունները, բայց ռուսամետ են, կասենք ռուսամեր են, եւ դրանց մեջ դերասաններ չստացված եւ մարդիկ, ովքեր այստեղ վայելում են, բայց ուզում են, որ Հայաստանի վրա ռուսական իշխանություն լինի։ Եթե այդպես է, ինչու չեք գնում Ռուսաստան ապրելու։ Օրինակ Կալուգա, Խաբարովսկ, կամ ասենք Նիժնի Տագիլ, բայց ամենահարմար տեղը այս պահին, որ գնաք Անապա եւ այնտեղ ապրեք։ Տապանի գլխավոր անձը ատում է մարդկանց մեջ մտնել, գիտի, որ մարդիկ էլ իրեն են ատում։ Թատերական բեմադրությամբ հատուկ ընտրված մարդկանց շրջապատում բերում են երեխայի գլուխն է շոյում, եթե պետք է նաև կգրկի, շնիկին էլ կսիրի, ցուցադրություն է այս ամենը, բարի երևա, բայց իր դաժանությանը սահման չկա, պրիվետ ռոբի համար իր իսկ դասընկերոջը սպանել տվեց հենց Արագած սրճանի զուգարանում եւ դեպքից հետո ոչ միայն ափսոսանք չհայտնեց, այլ ցինիկաբար ասաց, եթե ողջ լինել, ես նրան դեռ ասելիք ունեի։ Այս մարդը միայն իրեն լավ է զգում, երբ որ գնում է Աֆրիկայի սաֆարիները եւ առյուծ է սպանում, վրան նստում ու նկարվում է։ Վարչապետ ուր որ գնա, ամենուրեք մարդկանց սերն ու հարգանքն է վայելում։ Ոչ միայն չափածները, այլ նրանցից առաջ երեխաներն են գալիս իր մոտ, անունն են տալիս, վարչապետին անունով են դիմում, ու դա շատ բնական է։ Ու գիտեն, որ բարի մեկն է եկել, որ իրենց մասին մտածում է, ով նշանաբան ունի, բանաստեղծություն էր գրել, եւ դա երգի վերածվեց։ Ու այդ երգը սկսում է այսպես. մենք ուզում ենք, որ դու լինես երջանիկ։ Ու կատարած քայլերով, գործով ցույց է տալիս, որ դա այդպես է։ Հասարակ մեկը ժորթի ծոցից ելած, որ քանիցս ասել է. ես ձեզանից մեկն եմ։ Տապանի գլխավորը Մոսկվայից առաջադրանք ունի իշխանությունը տիրանալ եւ անմիջապես Հայաստանը մտցնել միութենական կազմի մեջ։ Ասել է, թե կորցնել պետականությունը եւ դառնալ գուբերնիա։ Դա կնշանակի Հայաստանի անունը ջնջել ՄԱԿ-ի ինքնիշխան երկրների շարքից։ Ռուսերենը կդառնա պետական լեզու, հայկական դրամի փոխարեն ռուբլի կգործածվի, քարտեզի վրայից ընդհանրապես Հայաստանը կջնջվի եւ հայ երիտասարդներին կուղարկեն Ուկրաինա պատերազմի։ Ներկա իշխանությունը այս 8 տարիների ընթացքում ապացուցել է, որ պետականամետ է, թե ներսում եւ թե դրսում հետապնդում է բացառապես Հայաստանի շահը։ Կոնտրաստը որքան ցցուն է։ Առաջնորդի կերպարը բոլոր ուղղություններով կարևոր է։ Երկրորդ նախագահի կենսագրականում գրված է աթեիստ, անհավատ, անաստված։ Միջև հիմա հայր մերը չգիտի, թեև ասած, որ 3 լեզուներով գիտի, կարող ենք ասել սուտ է, բայց շատ հետաքրքիր է պատմում։ Հին կոմսոմոլից ինչ սպասես։ Մի երկու անգամ ցուցադրաբար եկեղեցի է մտել, մոմ է վառել, աստվածապաշտ երևնալու համար։ Տապանի մեջ մարդ կա, ով Հիսուսի արցանն է սարքում, սա կռապաշտություն է։ Աստված խստորեն զգուշացնում է, որևէ բարի կերպարանքով կուրկ չսարքես ու չպաշտես, բայց սարքվում է
համապատասխան նախագծերի հիման վրա, համապատասխան բարձրության բարձանը, համապատասխան լեռան գագաթին պիտի դնեն, ինչի համար, որպեսզի ցույց տա, որ ինչ աստվածապաշտ մեկն է ինքը, ինչ բարերար մեկն է, բայց խորքի մեջ ուրիշ բան կա։ Սա բիզնես պրոյեկտ է։ Աչում վարչապետն է, ով բազմիցս խոսել է իր քրիստոնեական հավատքի մասին։ Դեռ ընդդիմադիր եղած ժամանակ, որ Հիսուս Քրիստոս իր Տերն է եւ իր Փրկիչն է։ Առիթով եւ առիթից դուրս անգամ արտասահմանում այդ մասին խոսեց։ Կարող է երևակայել։ Ուրիշ գտեք մեկը աշխարհի որևէ առաջնորդ։ Երկրի թիվ 1 պաշտոնյան ամբողջ աշխարհի առջև կանգնում եւ Քրիստոս է վկայում։ Ծննդյան հարության տոներին անգիր արտասանում է Սաղմոսած գրքից։ Առավոտյան 4:30 արթնանում է մասնավոր Սաղմոս անգիր սովորելու համար։ 30-ից ավելի Սաղմոսներ միջև հիմա արտասանել է, լեռան քարոզը անգիր։ Այս պահին ես ուզում եմ դիմել այն վերստին ծնված հավատացյալներին, ովքեր ձախ կողմում են։ Տապանի ու երկրորդ նախագահի եւ ռուսաստանյան օլիգարխի կողքին են։ Ուրեմն դուք զանազանության հոգին չունեք։ Դուք այսքան բաները չեք տեսնում։ Անցյալ տարի կազմակերպված աղոթքի միջոցառումը, որ տարբեր տեղերից հովիվներ, քարոզիչներ են եկել եւ վարչապետի ներկայությամբ նրանց առիթը տրվեց, որպեսզի ելնեն եւ խոսեն։ Այս կերպով եւս ապացուցվեց, որ հավատքի դաշտը դա մեկ ավազակապետի չի պատկանում, հավատքի դաշտը հավատքի բոլոր մարդկանց համար է։ Այս ընտրություններում դրված է Հայաստանի լինելու եւ չլինելու հարցը։ Ձախ կողմում, ինչպես ասում են, եռագլուխ հրեշը կամ տապանը, նրանց օրակարգը հետևյալն է։ Պատերազմ, Հայաստանը դառնալ ծայրագավառ, Ռուսաստանի ֆորպոստ, որևէ նահանգ։ Այլ կերպ ասած, ուզում են Հայաստանը Ռուսաստանի ոտքերի առջև մատաղանեն։ Այդ ժամանակ կգա իրական ստրկացումը, քաղաքական, տնտեսական եւ մշակութային։ Աջ կողմում քաղաքացիական պայմանագիր եւ նրանց օրակարգը խաղաղություն եւ հարատև խաղաղություն եւ դրա համար ամեն ջանք անում են։ Ինքնիշխան պետություն, ազատություն եւ երկիրը զարգացնելու անկասելի ընթացք։ Ում որ ընտրես, նրան էլ արժանի ես։ Հետևաբար համար 16։ Դուք հավատացյալ եք Աստված, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի։ Այո։ Դա ձեռք բերված է, թե դա փոխանցված է, թե ընտանիքից է գալիս։ Չէ, դա այդ նույն 1988 թվականին իմ դասընկերներից մեկը, մեր դասարանի աղջիկներից մեկը, Հայկուհի անունով, ինձ նվիրեց մի գիրք, որի մասին ես երբեք չէի լսել նախկինում, եւ այդ գիրքը նոր կտակարանն էր։ Եվ ես սկսեցի կարդալ այդ գիրքը եւ այդ գիրքին ցնցեց իր ուժով եւ իր բովանդակությամբ եւ իհարկե Հիսուս Քրիստոսի կերպարը շատ խորը տպավորություն թողեց իմ վրա եւ ամեն ինչ սկսվեց այդ ժամանակվանից ու կարծում եմ, որ իրականում յուրաքանչյուր մարդ ունի իր երկխոսությունը Աստծո հետ։ Ես նույնիսկ կհամարձակվեմ ենթադրել, որ նույնիսկ նրանք, ովքեր իրենց համարում են աթեիստ, ունեն այդ երկխոսությունը։ Գուցե նրանց համար այդ երկխոսությունը ձևակերպված է ինքն իր հետ երկխոսություն։ Բայց այդ երկխոսությունը կա։ Եվ իհարկե նոր կտակարանը, ավելի ճիշտ ավետարանները
երևի թե մարդկության պատմության ամենահզոր գրվածքներն են եւ Հիսուս Քրիստոսը մարդկության պատմության ամենահզոր կերպարն է։ Դա ինձ համար աներկբա է եւ այո ես կարող եմ ինձ հավատացյալ համարել, որովհետեւ շատ դժվար է հավատալ, թե ինչպես կարող էր ինքը լինել այդպիսին, եթե ինքը չլիներ Աստված։ Ինչպես կարող էր ինքը լինել այդպիսին, եթե ինքը չլիներ Աստված։ Շնորհակալություն։ Սաղմոս համար 29 Շնորհակալության աղոթք Սաղմոս Դավթի տաճարի նավակատիքի օրհնությունը Պանծացնում եմ քեզ Տեր, քանզի ընդունեցիր ինձ եւ չթողիր, որ թշնամիներս չարախնդան վրաս։ Տեր Աստված իմ, կանչեցի քեզ եւ բուժեցիր ինձ։ Տեր, հոգիս դժոխքից հանեցիր եւ փոսնիշնողների միջից փրկեցիր ինձ։ Սաղմոս երկեցեք Տիրոջը, ով նրա սրբեր, գոհություն մատուցեցեք նրա սուրբ հիշատակին։ Նրա բարկության մեջ ցասում կա, իսկ նրա կամեցողության մեջ կյանք։ Երեկոյան լացը կդադարի, իսկ առավոտյան ուրախություն կլինի։ Իմ բարկության մեջ ես ասացի, թե հավետ չեմ սասանվի։ Տեր, քո կամքով ուժ տվիր իմ վայելչությանը, բայց երբ երեսդ դարձրիր ինձնից, ես խռովահույս եղա։ Քեզ կանչեցի Տեր, աղաչեցի իմ Աստծուն, ինչ օգուտ ունես իմ արյունից, եթե ապականության գբի մեջ թաղվեմ։ Միթե հողը գոհություն կմատուցի քեզ, կամ կպատմի քո ճշմարտությունը։ Լսեց ինձ Տերը եւ ողորմեց, Տերը եղավ իմ օգնականը, սուքս դարձրեց ուրախություն, հանեց քուրձն իմ եւ խնդություն հագցրեց ինձ։ Փառքս սաղմոս պիտի երգի քեզ, որպեսզի այլևս չզղջամ ես։ Տեր իմ Աստված, հավիտյան գոհություն պիտի մատուցեմ քեզ։ Սաղմոս համար 31 Ներված լինելու երջանկությունը, Դավթի իմաստությունը։ Երանի նրան ու մեղքերին թողություն տրվեց, եւ ում բոլոր հանցանքները ծածկվեցին։ Երանի այն մարդուն, որին Տերն այլևս մեղավոր չի համարում, եւ որի բերանում նենգություն չկա։ Ես լռեցի, եւ իմ բոլոր ոսկորները մաշվեցին, ամեն օր գիշեր ցերեկ Տիրոջը կանչելուց։ Քո ձեռքը ծանրացավ ինձ վրա, ես կրկին ընկա թշվառության մեջ, քանզի փշերն ինձ ծակեցին։ Մեղքերս քեզ ցույց կտամ, եւ անօրենությունս չեմ ծածկի քեզնից։ Ասացի, թե կխոստովանեմ մեղքերն իմ, եւ դու թողություն կտաս իմ մեղքերի ամբողջ ամբարշտությանը։ Դրա համար բոլոր սրբերը հարմար ժամին աղոթքի կկանգնեն քո առջև, եւ սաստիկ ջրհեղեղների ժամանակ նրանց ոչինչ չի պատահի։ Դու ես իմ հենարանը այն նեղության մեջ, որ շուրջս պատեց։ Ով ցնծություն իմ, բրկիր ինձ նրանցից, ովքեր պաշարեցին ինձ։ Քեզ կիմաստացնեմ եւ խելամիտ կդարձնեմ քո ընթացած ճանապարհին եւ աչքերս վրատ կպահեմ, ասում է Տերը։ Մի եղեք ձիերի եւ ջորիների պես, որոնք գիտակցություն չունեն, սանձով ու պախուրցով պետք է նրանց կզակը ճմլել, որ չմոտենան քեզ։ Շատ են մեղավորների տանջանքները, բայց ովքեր իրենց հույսը դրել են Տիրոջ վրա, Տիրոջ ողորմությունը կպարուրի նրան։
ուրախ եղեք եւ ցնծացեք Տիրոջով, ով արդարներ, բարձեցեք բոլորդ, որ ուղիղ եք սրտով։ Սկիզբեն էր բանը ու բանը Աստծո քով էր եւ բանը Աստված էր Անիկա սկիզբեն Աստծո քով էր Ամեն բան անող եղավ եւ առանց անոր բան չեղավ ինչ որ եղավ Կյանքը մարդոց լույսն էր և լույսը խավարի մեջ կլուսավոր էր ու խավարը զանիգա չջանչցավ Աստուծո մեծ գրկված մարդ մկար որուն անունը Հովհաննես էր Ասիկա վկայության համար եկավ Որպեսզի լույսին համար վկայե Որպեսզի ամենքը անոր միջոցով հավատան Ինք չեր այն լույսը Հապա եկավ որպեսզի լույսին համար վկայե Ճշմարիտ լույսը անը Որ աշխարհ եկող Բոլոր մարդիկը կլուսավորը Ինք աշխարհի մեջ է Եվ աշխարհանով եղավ Բայց աշխարհ զանիկա չջանչցավ Իրեններ ունեկավ Սակայն իրենները զինք չընդունեցին Բայց որոնք որ զինք ընդունեցին Անոնց իշխանություն տվավ Աստծո որդիները լալու Որոնք կհավատան իր անվան Որոնք ոչ արյուն է Եվ ոչ մարմի կամք է Ոչ ալ մարդու կամք է Հապա Աստուծո մեծնան Բանը մարմին եղավ Ու մեր մեջ բնակեցավ Եվ անոր փառքը տեսանք Հորմեն միացնի փառքին պես Շնորհքով ու ճշմարտությունով լեցուն Հովհաննես վկայեց Անոր համար եւ աղաղակեց Ասելով ասիկա է որուն համար կսեի Անորին ետևես կուգա ինձ մե առաջ եղա Վասնզի ինձ մե առաջ է Եվ անոր լեցունություն են մենք ամենքս Շնորհքարինք շնորհքի տեղ Վասնզի օրենքը Մովսեսին ձեռքով տրվեցավ Բայց շնորհքը և ճշմարտությունը Իսուս Քրիստոսին ձեռքով եղան Մեկը երբեք Աստված տեսած չէ Բայց միացին Որդին որ հորը ծոցն է Անիկա պատմեց Անիկա պատմեց Հան եզրափակեմ երևի թուրքերենով Կուրանը գյորը Եհովա յոխտուր Ալլահ վարդիր Կյուրանի սաթիկ էտ մեկ իսլամիոմ սուն
Շնորհակալություն։ Ես նախ ողջունում եմ թուրքերենի ձեր իմացությունը, ցավոք ես չհասկացա ինչ ասեցիք։ Լուր ունեմ ձեզ համար, չգիտեմ լավ թե վատ, բայց Աստված իրականում որդի ունի եւ Աստծո որդու անունը Հիսուս Քրիստոս է։ Եվ ամբողջ քրիստոնեական ուսմունքը կառուցված է հենց դրա վրա, նոր կտակարանը հենց դրա մասին է, որ ինչպես ծնվեց Աստծո որդին եւ ինչու ծնվեց։ Հիսուս Քրիստոսը ինձ համար ոչ միայն Աստված է եւ Աստծո որդի, Հիսուս Քրիստոսը ինձ համար իդեալ է։ Այսինքն Հիսուս Քրիստոսը մարդացած Աստված է եւ ինձ համար իդեալ է։ Հիսուս Քրիստոսը իմ հարազատն է։ Հիսուս Քրիստոսը իմ ուսուցիչն է։ Հիսուս Քրիստոսը իմ Աստվածն է։ Հիսուս Քրիստոսը իմ ինքնությունն է։ Հիսուս Քրիստոսը իմ հոգին է։ Հիսուս Քրիստոսը իմ սիրտն է։ Հիսուս Քրիստոսը իմ միտքն է։ Ես ապրում եմ Հիսուս Քրիստոսով եւ ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը ինձ առաջնորդում է, ես չգիտեմ ինչքանով եմ կարողանում առաջնորդվել, ցավոք ես չեմ կարող, ես մեղավոր մարդ եմ, բոլոր մարդիկ մեղավոր են, ես առավել եւս, բայց որ Հիսուս Քրիստոսը ինձ համար բացարձակ արժեք է, ես նախկինում առիթ ունեցել եմ ասելու, ես կարծում եմ, որ իմ կյանքը փոխվել է այն ժամանակ, երբ ես բացել եմ նոր կտակարանի առաջին էջը։ Ընդ որում ես ձեզ մի այսպիսի բան եմ ուզում ասել, որ կապ ունի Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու հետ։ Ես ունեմ իմ գրադարանում աստվածաշունչեր եւ նոր կտակարաններ։ Ես երբեք իմ սեղանին չեմ ունեցել այնպիսի աստվածաշունչ եւ նոր կտակարան, որը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հրատարակված չի։ Երբեք չեմ ունեցել այդպիսի գիրք, սկզբունքորեն չեմ ունեցել, որովհետեւ ինձ համար կարեւոր է եղել որպես հայ առաքելական եւ շարունակում է կարեւոր լինել հայ առաքելական եկեղեցու դավանաբանության մեջ լինելը եւ դավանաբանության մեջ մնալը։ Հիմա իմիջայլոց ասեմ, որ հիմա ունեմ, ինչու, որովհետև գալիս են հյուրեր, ովքեր արողակարգային նվեր են տալիս եւ իհարկե իմ ոչ թե իմ անձնական, այլ մեր նկատի ունեմ արողակարգային նվերների մեջ կան աստվածաշունչեր, որոնք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ավետարանչական ընկերությունների հրատարակած, այսինքն բուն հարցին ոնց որ թե արդեն պատասխանեցի, իրականում Աստված ունի որդի։ Եվ պատկերացրեք ձեր հարցից առաջ էլ ուներ որդի, այնպես չի որ ձեր հարցի արդյունքում դա պարզվեց։ Դե գիտեք, ես իմ լեզուն չի պտտվի Աստծո համատեքստում նման ձևակերպումներ անել այն պարագայում, գիտեք, ես երբ որ ասում եմ, չէ, հիմա կարող է հարց առաջանա, բայց այն մյուս դեպքում ինչա իմ լեզուն պտտվում, որովհետև այն մյուս դեպքում 100%-ով գիտեմ, որ դա այդպես է, 100%-ով գիտեմ, որ դա այդպես է։ Եվ ես ձեզ մի հատ ուրիշ խնդրի մասին ասեմ, հարգելի գործընկերներ, որ ես խնդրում եմ դրա վրա էլ ուշադրություն դարձրեք, եւ սա էլ իրականում կապ ունի այս ընդհանուր իրադարձությունների հետ։ Ուրեմն Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցու կանոնադրությամբ արդարադատության նախարարության գրանցված ամենայն հայոց կաթողիկոսը Հայաստանի առաքելական եկեղեցու եւ ընդհանրապես հայ առաքելական եկեղեցու ունեցվածքի միակ տերն է։ Այսինքն ամենայն հայոց կաթողիկոսը հայ առաքելական եկեղեցու ունեցվածքի տերն է։ Սա տրամաբանական է, որովհետև ենթադրվում է, որ ընդհանրապես ոչ միայն կաթողիկոսը, այլև կուսակրոն քահանան մեր եկեղեցական ուսմունքն է այդպիսին, ամուսնանում է եկեղեցու հետ, ինքը ասում են
ինչպես կարելի է անդրադառնալ եպիսկոպոսների անձնական կյանքի։ Եպիսկոպոս անձնական կյանք չունի։ Եպիսկոպոսի անձնական կյանքը իր եկեղեցական ծառայությունն է, որովհետև եպիսկոպոսը մեր ուսմունքի համաձայն ամուսնացած է եկեղեցու հետ, առավել եւս կաթողիկոսը։ Հիմա ես ձեզ ուրիշ բան ասեմ։ Այն փաստով, որ եթե մենք օրինակ Կտրիչ Ներսիսյանին համարենք ամենայն հայոց կաթողիկոս, ինքը հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու ունեցվածքի միակ տերն է, եւ ստացվում է, որ իր զավակը այդ ամեն ինչի ժառանգորդն է։ Այսինքն հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու ամբողջ ունեցվածքը կարող է պարզվի, եթե մենք այս process-ները չկանխենք, կարող է պարզվի ինչ-որ մասնավոր անձի սեփականությունը։ Այդ կանոնադրությունը ասում եմ, ես ձեզ ոչ թե պատմում եմ, ես ձեզ ասում եմ այն, ինչ որ գրված է բառացի եւ տառացի, որ կաթողիկոսը հայաստանյա առաքելական Սուրբ եկեղեցու գույքի միակ տերն է, այսինքն ոչ թե միակ, այլ տերն է, այդ իմաստով միակ տերն է։ Եվ սա գրված է այն տրամաբանությամբ, որ կաթողիկոսը չունի անձնական կյանք, ինքը ապրում է եկեղեցում եւ եկեղեցու հետ։ Եթե ոչ թե եթե այն փաստով, որ կաթողիկոս համարվող անձը ունի զավակ, եկեղեցու ամբողջ ունեցվածքը փաստորեն այդ զավակի ժառանգությունն է։ Էսա որ այսօր պետք է կանխել այդ թվում։ Սաղմոս համար 63 զրպարտողների պատիժը, այսուհետև Սաղմոս Դավթի։ Աստված, երբ աղաչեմ քեզ, աղոթքս լսիր, թշնամու սարսափից փրկիր ինձ, թաքցրու ինձ չարագործների ամբոխից եւ անօրենություն գործողների բազմությունից։ Նրանք սուսերի պես սրեցին իրենց լեզուները եւ իրենց աղեղները լարեցին դառն գործի համար, որպեսզի գաղտագողի նետահարեն սրտով շիտակներին, հանկարծակի նետահարեն նրանց առանց երկյուղի։ Նրանք զորացան իրենց չարախոսությամբ, մտածեցին իմ դեմ որոգայթ լարել եւ ասացին Տերը դա չի տեսնի։ Անօրենություն փնտրեցին, հոգնեցին փնտրելուց եւ քննելուց։ Թող մարդ մերձենա իր սրտի խորությամբ եւ Աստված թող բարձր լինի։ Մանուկների նետարձակումները խոցեցին նրանց լեզուները տկարացան եւ բոլոր նրանց տեսնողները պիտի խռովեն։ Բոլոր վարդիկ վախեցան եւ պատմեցին Աստծո գործերը եւ հասու եղան նրա արածներին։ Արդարը պիտի ուրախանա Տիրոջով, հույսը դնելով նրա վրա, սրտով շիտակ բոլոր մարդիկ պիտի պարծենան նրանով։ Ես ուզում եմ քաղաքական առումով ամփոփելով ասել հետևյալը, արձանագրելով, որ մենք պայմանավորվում ենք, որ անկաշկանդ բոլոր հարցերը պետք է քննարկենք փաստարկների դաշտում, ելի ուզում եմ ընդգծել, որ ինձ համար կարևոր է ոչ միայն հայ առաքելական եկեղեցու դերակատարումը Հայաստանի Հանրապետությունում եւ ընդհանրապես հայության շրջանում, այլև ինձ համար շատ կարևոր են Հայաստանի Հանրապետությունում քրիստոնեական արժեքների արմատավորումը եւ ես կհամարձակվեմ ասել, որ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունը մեծ մասով հիմնված էր հենց քրիստոնեական արժեքների վրա եւ ինքս ինձ համար որպես մարդ, որպես քաղաքական գործիչ իմ կյանքում շրջադարձային եմ համարում այն կետը, երբ ես առիթ ունեցա
ընթերցել եւ վերընթերցել նոր կտակարանը եւ կարծում եմ, որ այն վարդապետությունը, որ այդտեղ դրված է, իսկապես բոլոր առումներով, այդ թվում պետական առումով հեղափոխական է եւ դա այն բանաձևն է, որ Հայաստանի Հանրապետության նրա քաղաքացիներին եւ ընդհանրապես մարդկությանը կարող է հասցնել երջանկության։ Ես սա ասում եմ արձանագրելու համար իմ վերաբերմունքը եկեղեցուն, իմ վերաբերմունքը քրիստոնեությանը, իմ վերաբերմունքը քրիստոնեական արժեքներին եւ ես համոզված եմ, որ այդ քրիստոնեական արժեքները կարող են ծառայել եւ պիտի ծառայեն Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի հզորացմանը։ Սաղմոս համար 24 աղոթք վտանգի պահին, այսուհետև Սաղմոս Դավթի։ Դեպի քեզ Տեր բարձրացրի հոգիս, Աստված իմ, քեզ վրա դրի հույսն իմ, թող ամոթով չմնամ եւ թշնամիներս չծիծաղեն ինձ վրա։ Բոլոր նրանք, ովքեր հույսով սպասում են քեզ, ամոթով պիտի չմնան, այլ ամոթով պիտի մնան անօրենները իրենց ունայնության մեջ։ Տեր, ցույց տուր ինձ քո ճանապարհները եւ քո շավիղները սովորեցրու ինձ։ Ինձ առաջնորդիր քո ճշմարտության մեջ եւ ուսուցանիր ինձ, քանզի դու ես փրկիչ Աստվածն իմ եւ ես հանապաս քեզ եմ սպասում։ Հիշիր Տեր քո գթություններն ու ողորմությունները, որոնք հավիտենական են։ Իմ մանկության ու տհասության մեղքերը մի հիշիր, այլ հիշիր ինձ Տեր քո ողորմությամբ, ըստ քո բարության, քանզի դու քաղցր եւ ուղիղ ես Տեր։ Դրա համար էլ մեղավորներին դնում ես օրենքի գիտության ճանապարհի վրա։ Հեզերին առաջնորդում ես դատաստանի մեջ, հեզերին սովորեցնում քո ճանապարհները։ Տիրոջ բոլոր ուղիները ողորմություն ու ճշմարտություն են նրանց համար, ովքեր պահում են նրանց ուխտն ու վկայությունը։ Հանուն քո անվան Տեր, քավություն տուր իմ մեղքերին, քանզի շատացան դրանք։ Ով է այն մարդը, որ վախենում է Տիրոջից, Տերը նրան սովորեցնելու է իր ընտրած ուղին։ Նա բարության մեջ պիտի հանգչի, նրա սերունդը երկիրը պիտի ժառանգի։ Տերը զորացուցիչն է իր երկյուղածների եւ իր ուխտը նրանց է սովորեցնում։ Աչքերն իմ մշտապես Տիրոջն են ուղված եւ նա պիտի հանի ոտքերս թակարդից։ Նայիր ինձ եւ ողորմիր ինձ, քանզի միամորիկ եմ եւ աղքատ։ Սրտիս նեղությունները խիստ շատացան, ազատիր ինձ իմ վշտերից։ Տես իմ նվաստացումն ու տառապանքը եւ թողություն արա իմ բոլոր մեղքերին։ Տես թշնամիներս որքան շատացան եւ անիրավ ատելությամբ ինձ ատեցին։ Պահպանիր ինձ եւ փրկիր ինձ եւ թող ամոթով չմնամ, որ հույսս դրի քեզ վրա։ Ամբիցներն ու արդարները ինձ գցորտ եղան եւ ես սպասեցի քեզ։ Փրկիր Աստված Հայաստանի Հանրապետությունը իր բոլոր նեղություններից։ Շնորհակալ եմ։ Սաղմոս համար 5 աղոթք ապահովության համար դպրատպետին ժառանգորդների մասին Սաղմոս։ Ականջ դիր իմ խոսքերին Տեր եւ ուշ դարձրու աղաղակիս։ Ընդունիր ձայնն աղոթքներիս Թագավոր իմ եւ Աստված իմ։ Աղաչում եմ քեզ Տեր, որ առավոտյան լսես ձայնն իմ, առավոտյան պատրաստ կլինեմ քո առջև կանգնելու։ Դու անօրենություն կամեցող Աստված չես եւ քեզ մոտ չարամիտներ չեն բնակվում, թող հանցագործները չապրեն աչքիդ առջև։
Դու ատեցիր անօրենություն գործողներին, կործանում ես բոլոր ստախոսներին, արյունահեղ եւ նենգ մարդուց գարշում ես, Տեր, իսկ ես քո ամենաառատ ողորմության շնորհիվ կմտնեմ տունդ եւ քեզ վայել ակնածանքով կերկրպագեմ սուրբ տաճարիդ մեջ։ Տեր, արդարությամբ քո առաջնորդիր ինձ։ Իմ թշնամիների պատճառով ուղղիր իմ առջև ճանապարհները քո, քանզի նրանց բերանում ճշմարտություն չկա եւ նրանց սրտերը ունայնացած են։ Գերեզմանի պես բաց են կոկորդները նրանց, իսկ լեզուները լի նենգությամբ։ Դատիր նրանց Աստված, որ ետ կանգնեն իրենց մտքերից։ Իրենց անչափ ամբարշտության համար վանիր նրանց, քանզի դառնացրին քեզ։ Թող ուրախանան բոլոր նրանք, որ հույս են դնում քեզ վրա, հավիտյան թող ցնծան եւ դու ապրես նրանց մեջ։ Թող պարծենան քեզնով քո անունը սիրողները, քանզի դու պիտի օրհնես արդարին։ Տեր, քո սպառազինությամբ պաշտպանեցիր մեզ։ Սաղմոս համար 139 ընդ չարերի այսուհետև Սաղմոս Դավթի ազատիր ինձ Տեր չար մարդուց անիրավ մարդուց փրկիր ինձ իրենց սրտում նրանք անօրենություն խորհեցին եւ գիշեր ցերեկ պատերազմի պատրաստվեցին օծի պես սրեցին լեզուներն իրենց եւ նրանց շրթների տակ թույն կա իժի պահպանիր ինձ Տեր մեղավորների ձեռքից եւ չար մարդուց փրկիր ինձ նրանք խորհեցին խափանել ընթացքն իմ ամբարտավաններն իրենց որոգայթը թաքցրին ինձնից թակարդի լարեր ձգեցին ոտքերիս առջև եւ իմ շավղի շուրջը գայթակղություններ դրին ասացի դու իմ Տեր Աստվածն ես, ականջ դիր Տեր աղոթքիս ձայնին։ Տեր իմ փրկության զորություն, գլխից հովանին պատերազմի մեջ։ Մի մատնիր ինձ Տեր մեղավորների կամքին, որոնք նենգամտեցին իմ դեմ։ Ինձ երեսի վրա մի թող, որ նրանք երբեք չբարձրանան եւ նրանց մտադրությունները չկատարվեն թող նրանց կատարածի վախճանը այս լինի իրենց շրթունքների վաստակը թող ծածկի նրանց դու նրանց վրա կրակի կայծեր թափիր եւ կործանիր նրանց որ տառապանքներից չկարողանան փրկվել չարալեզու մարդը հաջողություն չի ունենա երկրի վրա Մեղավոր մարդուն իր չարագործությունները գորեստյան կմատնեմ։ Գիտեմ Տեր, որ դու արդարին արդար դատաստան ես անում եւ տնանքի իրավունքն ես պաշտպանում։ Արդարները գոհություն պիտի մատուցեն քո անվանը, ուղամիտները պիտի բնակվեն քո դիմաց։ Սաղմոս համար 20 Թագավորը հույսը դնում է Տիրոջ վրա այսուհետև Սաղմոս Դավթի Տեր զորությամբ քո պիտի ուրախանա թագավորը եւ հույս ցնծա քո փրկությամբ նրա սրտի ուզածը տվիր նրան եւ նրա շրթունքների ցանկությունը չմերժեցիր քո քաղցր օրհնությամբ այցելեցիր նրան եւ թանկագին քարերով ընդելուզված Պսակ դրիր նրա գլխին։ Կյանք խնդրեց քեզնից եւ նրան տվիր երկար օրեր հավիտյանս հավիտենից։ Մեծ է նրա փառքը քեզնից եղած փրկությամբ։ Փառք ու պարծանք կդնես նրա վրա։ Օրհնության մեջ կհաստատես նրան հավիտյանս հավիտենից, կուրախացնես նրան քո երեսի խնդությամբ։ Թագավորը իր հույսը դրեց Տիրոջ վրա եւ բարձրալի ողորմությամբ նա չի սասանվի։
Թող ձեռքդ անպակաս լինի քո թշնամիների վրա եւ աչքդ հասնի բոլոր քեզ ատողներին։ Երբ դու երևաս, նրանց հրաբորբոք հնոց կդարձնես։ Տերն իր զայրույթով կխռովի նրանց եւ հուրը նրանց կլափի, երկրից կկորչի պտողը նրանց, իսկ մարդկանց որդիներից սերունդը նրանց։ Չարամտությամբ խոտորվեցին քեզնից, դավեր նյութեցին, բայց չեն կարող իրագործել դրանք։ Դու նրանց հալածական կանես, նրանց երեսը կուղես քո հավատարիմների կողմը։ Բարձր եղիր Տեր քո զորությամբ, օրհնենք եւ սաղմոս երգենք քո զորությանը։ Դատարա ինձ Տեր, քանզի ամբասիր ընթացա, հույսս դրի Տիրոջ վրա։ Փորձիր ինձ Տեր եւ քննիրից, փորձիր երիկամներս եւ սիրտս։ Ողորմությունը Տեր աչքիս առջև է եւ ճշմարտությունը հաճելի է ինձ։ Ունայնամիտների աթոռին ես չեմ նստի եւ անօրենների մոտ ես չեմ գնա։ Չարագործների ամբոխը ես ատեցի եւ ամբարիշտների կողքին չեմ բազմի։ Սրբության կլվամ ձեռքերն իմ եւ սեղանից շուրջը կնստեմ Տեր։ Թող լսեմ քո օրհնության ձայնը եւ պատմեմ քո բոլոր հրաշալիքները։ Տեր, սիրեցի քո տան վայելչությունը եւ քո փառքի բնակության վայրը։ Մի կործանին ինձ ամբարիշտների հետ եւ ոչ էլ կյանքս արյունահեղների հետ, որոնց ձեռքերն անօրինության մեջ են եւ աչքը նրան լի է կաշառքով։ Ես ամբասիր ընթացա, փրկիր ինձ Տեր եւ ողորմիր ինձ։ Ոտքն իմ ուղիղ ճանապարհներին թող լինի, մեծ հավաքներում քեզ պիտի օրհնեմ։